Պարոն Կարապետյան, մուշ թաղամասում ենք, Գյումրիում ենք, բարով եք եկել նախ Գյումրի։ Ես գիտեմ, որ այս թաղամասը առանձնահատուկ տեղ ունի Կարապետյանների ընտանիքի համար։ Ինչու՞։ Աստղ ջան, շնորհակալ եմ, որ հնարավորություն տրվեց ներկայացնեմ։ Մուշ թաղամասում մենք բնակարաններ ենք գնել եւ նվիրել ենք Գյումրիում անօթևան մնացած ընտանիքներին, ովքեր տոմիկներում են ապրում եւ երկրաշարժից հետո հնարավորություն չունեին բնակարան ձեռք բերելու։ Շատ լավ, օրերս հաճախ եք լինում մարզերում, մեր մարզում էլ վերջին օրերին առիթ ունեցել եք պտտվելու, ծանոթանալու խնդիրներին, բնակիչների հետ շփվելու, այ որ խնդիրներն են, որ մարզում այսօր հրատապ են եւ նաեւ ձեր ծրագրում են առաջնային նախընտրական։ Տեսեք, Հայաստանի ամենաաղքատ մարզում ենք մենք գտնվում, Գյումրիի ամենաաղքատ թաղամասերից մեկում ենք կարելի ասել գտնվում։ Աղքատությունը դա գործազրկության հոմանիշն է, քանի որ չկա աշխատանք, դրա համար էլ կա աղքատություն։ Այդ իսկ պատճառով հիմնական խնդիրները մի քանիսն են։ Առաջինը աշխատանքի բացակայությունը, իսպառ բացակայությունը որոշ շրջաններում, մենակ պետական աշխատանքներ են, պետական քաղաքականության բացակայությունը։ Պետությունը հիմնականում զբաղված է կոսմետիկ ինչ-որ հարցերով, բայց որակական որևէ փոփոխություն Գյումրին այսքան ժամանակ ինչ-որ մեծ գործարան չի ստեղծվել։ Մեծ աշխատատեղերի, որ 1000, 2000 մարդ աշխատի, այդպիսի հիմնարկ չի ստեղծվել։ Այսինքն արտադրողականությունն է պետք բարձրացնել։ Գործարաններ ստեղծել, այո, արդյունաբերությունը պետքա վերաստեղծվի, բարև ձեզ։ Արդյունաբերությունը այստեղ եւ կարծում եմ, որ դա հնարավոր է, որովհետեւ Գյումրին միշտ պատմական է եղել է տեքստիլ կենտրոնը Հայաստանի։ Տեքստիլը դա կտորի արտադրությունն է եւ նաեւ կարի ֆաբրիկաներն են։ Կարի ֆաբրիկաների մեծ պահանջարկ կա աշխարհում հիմա ու ուղղակի հայկականը մրցունակ չէ, որովհետեւ չկա կտոր երկրում, կտոր չենք արտադրում։ Մենք պատկերացնում ենք, որ կտորի արտադրություն կլինի այստեղ եւ նաեւ կլինի կարի ֆաբրիկաներ, որը կապավի ժողովրդի նշանակալի մասի զբաղվածությունը։ Շատ լավ, ձեր ծրագրում բավականին հավակնոտ թիվ եք նշել 300,000 աշխատատեղ, դա 5 տարում։ Այ ինչ վստահություն ունենք, որ 5 տարիների ընթացքում այդ ծրագիրը իսկապես կիրականացվի։ Մենք կարող էինք նշել 100,000 աշխատատեղ եւ դա հեշտությամբ առանց որևէ լարվածությամբ, թեկուզ 150,000 աշխատատեղը 5 տարվա ընթացքում հնարավորություն կլիներ ստեղծել, բայց մասշտաբային արդյունաբերականացման արդյունքում մենք տեսնում ենք, որ հնարավորություն կունենանք երկրում 600,000 փաստացի գործազուրկ մարդուց 300,000-ին 5 տարում աշխատանքով ապահովել, այսինքն տարին 60,000 մարդու աշխատանքով ապահովել։ Դա շատ կարևոր է մեզ համար, որովհետև այլապես մարդիկ թողելու են գյուղերը գնան Երևան, մարդիկ թողելու են մեծ քաղաքները, գնան Երևան կամ ընդհանրապես լքեն մեր հայրենիքը։ Իսկ Գյումրիի ամենամեծ խնդիրը, որ մարդիկ անգամ եթե չեն լքում, ապրում են իրենց գյումրեցուն ոչ վահել պայմաններում, սոցիալական պայմաններում, որտեղ մենք գիտենք, որ գյումրեցիները պատվախնդիր ժողովուրդ են, պատիվ սիրող ժողովուրդ են եւ նաեւ առատաձեռն ժողովուրդ են, բայց հնարավորությունների բացակայությունը բերում է նրան, որ մարդիկ չեն կարողանում ինչ որ ձև իրենց առատաձեռնությունը արտահայտեն, իսկ աշխատատեղերը, տնտեսական վիճակի բարելավումը կօգնի։ Շիրակի մարզի բնակիչները հիմնականում բացի աշխատատեղից էլ ինչ խնդիրների մասին են ավելի շատ խոսում։ Տեսեք, մյուս հարցը, որը շատ կարևոր է, օրինակ մուշ թաղամասում ենք, տեսակ մենք ենթակառուցվածքների առումով պետք է բավականին թաղամասում վերակառուցումներ, վերանորոգումներ անեն, այն շենքերը, որ սկզբից են սարքվել, այնտեղ էլ վերանորոգումներ պետք է արվի եւ դոմիկների խնդիրը իհարկե մարդկանց, այն ինչ որ մենք արել ենք անձնական միջոցներով, պետք է անգամներով շատ անել պետության աջակցությամբ, ամոթ է Հայաստանի համար, որ այս դարում Հայաստանում դեռ դոմիկներում ապրող մարդ կա, այն երկրի համար ավելի քան 2000 անօթևանում։ 2000, այո, դոմիկ, 7000 մարդ, ով ապրում է դոմիկում։ Եվ մենք պետք է այդ հարցը լուծենք։ Եթե հաշվի չառնենք, որ նախընտրական process է, դուք ներգրաված չեք ընտրական process-ներում, այ Գյումրին, Շիրակի մարզն ինքն իրենով ձեզ համար ինչ նշանակություն ունի։ Գյումրին ինձ համար հպարտ մարդկանց, պատվախնդիր մարդկանց տեղ է, որտեղ սա շատ սպეციფիկ առանձին մշակույթ է ձևավորվել, ներ հայաստանյան առանձին մշակույթ ունի քաղաքը, թե շփման մշակույթ, թե արվեստի մշակույթ, եւ հիմնականում սիրում են ուժը եւ խոսքի տեր լինելը, որովհետեւ քաղաքը, ինչքան ես խոսակցություններում բոլորին լսել եմ,
հիշում է բոլորի արված խոսքերը, արված աշխատանքները։ Մեծ փոփոխության համար պետք է ուղղակի քաղաքի ծրագիր ունենանք, զարգացման ծրագիր ունենանք, որը կօգնի մեզ այն կենսունախությունը վերականգնել այստեղ։ Համապետական առումով ձեր ծրագրին ծանոթ ենք, հասցրել ենք ուսումնասիրել, եթե մասնավորացնենք Շիրակի մարզը եւ Գյումրին 5 տարի հետո ինչպիսի հայրաքաղաք ենք ունենալու։ Կենտրոնը ամբողջությամբ տուրիստական, ով եղել է Թիֆլիսում, կարող է տեսնել, որ հին Թիֆլիսում պատմամշակութային շենքերի վերակառուցում է գնում, անգամ վերանորոգում, չէ։ 2-3 նոր ստեղծված մեծ գործարաններ եւ զարգացող տնտեսություն եւ նաեւ հարյուրավոր նոր կառուցվող բնակարաններ ու շարժ, մշտական ակտիվ շարժ քաղաքում։ Այսինքն մենք կտեսնենք, որ մարդիկ զբաղված են լինել, պարապությունը վերանալու է, ակտիվություն է մտնելու։ Ամբողջ Հայաստանի մասշտաբով այսօր առաջնային հարց է համարվում երկրի անվտանգային հարցը։ Այս առումով ինչ տեսլական ունեք եւ այդ առումով Գյումրին ինչպիսի դեր ու նշանակություն ունի։ Մենք ունենք երկու խաղաղության մոդել՝ թույլ խաղաղություն եւ ուժեղ խաղաղություն։ Թույլ խաղաղությունը դա այն խաղաղությունն է, որ մենք պայմանագիր կնքենք Ադրբեջանի հետ, միակողմանի, մենակ մենք եւ ադրբեջանցիները առանց երաշխավոր։ Եվ նաեւ ադրբեջանցիները հետագայում հնարավորություն ունեն խաղաղությունից հետ իրենք ասում են վերադառնան կամ բնակվեն Հայաստանում։ Մեզ համար դա ընդունելի չի։ Պարոն Կապետյան, բայց արդյոք դա ավելի սադրող գործընթաց չէ։ Տեսեք, մենք ասում ենք, մենք ուզում ենք ուժեղ խաղաղություն, բայց ինչ է դրա տակ մտնում։ Երաշխավոր, որ մեկը ասի, որ եթե սա ստորագրելուց հետո, տեսեք, Իսրայելը ու Եգիպտոսը Քեմփ Դեվիդում ստորագրեցին խաղաղության պայմանագիր։ Իսրայելը ասեց ինձ տվեք երաշխավորություն, սա ստորագրելուց հետո որևէ նկրտում Եգիպտոսը չի ունենա նոր։ Եղավ երաշխավորություն։ Ում ենք պատկերացնում երաշխավորման։ Եվ մինչև հիմա իրենք խաղաղության մեջ են անգամ այսքան բաներից հետո։ Տեսեք, տարածաշրջանային մենք ունենք Իրանն, Իրանի Իսլամական Հանրապետությունը, որ հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը իր համար կարմիր գիծ է, ով հատեց, Իրանը սկսելու է պաշտպանել Հայաստանին։ Մենք տեսնում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները թրիփի շրջանակներում կարող է լինել երաշխավոր։ Մենք տեսնում ենք, որ մեր դասական դաշնակիցները, ում հետ մենք այս պահին ամենալավագույն ժամանակներ չենք ապրում, կուզենան մնան տարածաշրջանում որպես գործոն եւ կլինեն երաշխավոր։ Այսինքն մենք այս պահին տեսնում ենք, որ մեկից ավել երաշխավոր մենք արդեն ունենք այս process-ի ժամանակ։ Մի արտահայտություն արեցիք դասական դաշնակիցները, արդյոք այսօր այդ դասական երաշխավորների, ովքեր նաև մեր գործընկերներն են, որպես այդպիսին, իրենց կողմից որևէ ճնշում չեք տեսնում մեր երկրի տնտեսության հանդեպ։ Ասել է թե արգելել պտուղ բանջարեղենի արտադրությունը, արտահանումը, արգելել ծիրանի արտահանումը, ջերմուկի արտահանումը։ Տեսնում եմ եւ ավելի խորացում եմ տեսնում, որ ավելի է խորանալու։ Պետք է անել այդ բանը։ Զելենսկին չհրավիրել Հայաստան։ Բայց միայն Զելենսկին չէր այդտեղ։ Առաջի process-ները եղան, երբ որ իրենց թշնամի երկրին, ում հետ իրենք արդեն մի քանի 100,000 զոհ ունեն պատերազմի ժամանակ, մի քանի 100,000։ Մենք հրավիրեցինք Հայաստան, անիմաստ, եթե տնտեսական ինչ-որ էֆեկտ լիներ, մենք կարող էինք նստենք քննարկենք, առանց որևէ էֆեկտ հրավիրեցինք Հայաստան, եւ դրանից հետո սկսեցին սահմանափակումները։ Մեր երկրի ղեկավարը ասում է, որ մենք գնում ենք Եվրոպա, եթե Եվրոպայում վաղը մեզ ընդունում են, նստենք քննարկենք։ Տեսեք, ես ձեզ ասում եմ, եթե Եվրոպական միությունը վաղը դուրս գա, հայտարարի, որ ինքը պատրաստ է Հայաստանը ընդունել իր կազմ, մենք նստենք իրար հետ եւ ես վստահ եմ, բոլորը կգանք ընդհանուր հայտարարի։ Բայց Եվրոպական միությունը որդեգրել է քաղաքականություն, որ այլևս արևելք չի մեծանում։ Այսինքն կանգնել է։ Այդ պատճառով մենք կարանք կանգնած զարգացումը իրենց հաշվի առնելով փչացնենք հարաբերությունները այն երկրի հետ, որը մեր արտաքին առևտրի 60%-ն է ապահովում, այսինքն Հայաստան եկող գումարների, բարև ձեզ, նշանակալի մասն է ապահովում։ Ես չեմ տեսնում, որ մենք… Բայց չէ՞ որ մի կողմից նաև դուք խոսում եք բալանսավորված քաղաքականություն վարելու։ Այո, ճիշտ եք, Աստղ ջան, ու այստեղ գալիս է մեր հիմնական թեզը։ Բալանսավորելը եւ անկախությունը դա աշխատանքի արդյունք է, որ հայկական գործարանը, որ կառուցում ենք, այս գործարանի ապրանքը տեքստիլը չի գնալու Ռուսաստան, այս գործարանի տեքստիլը գնալու է Եվրոպա եւ փոխարինելու է չինականին, որտեւ վաղ թե ուշ իրար հավասարակշռելու ճանապարհի վրա են լինելու եվրոպական եւ չինական տերությունները։
Եվրոպական միությունը եւ Չինաստանը։ Այդ իսկ պատճառով հայկական արտահանումը ամբողջությամբ, օրինակ մենք տեքստիլ գործարաններ ունենք, շատ նշանակալի մասը Եվրոպա է գնում։ Մենք պետքա գործարաններ արդյունաբերություն ունենանք, որ արտահանում կարողանանք անենք Եվրոպա եւ բալանսավորենք մեր երկիրը։ Դուք պատկասում եք այսօրվա դրությամբ Հայաստանից Ֆրանսիա արտահանումը Փաշինյանի կառավարման ժամանակ 20% ընկել է։ Մի 300-400 անգամ, մինչև երևի 500 անգամ Ռուսաստան արտահանումը ավելի շատ է։ Մենք պետքա բալանսավորենք։ Դա է ինքնիշխանությունը, դա է տնտեսական անվտանգությունը եւ մի հոգուց կախված չլինենք, պատկասեք մենք մի հոգուց ենք կախված ու այդ մի հոգու հետ հարաբերություն ենք փչացնում։ Դա անհեռատեսություն է, վարչապետի աշխատավարձի կամ իր աշխատած գումարների վրա դա չի ազդի, բայց մեր ժողովրդի, մեր գյուղացիների վրա կազդի։ Սիրտը չի ցավում, ինքը չի ստեղծի, սիրտը չի ցավում մարդկանց համար, դրա համար այդպիսի քայլեր է անում, մարդկանց բերքն է, չանում է, մարդկանց աշխատանքը հողին է հավասարվում, մենակ իր այս քաղաքականության արդյունքում։ Բարև ձեզ։ Ինչ եք, լավ եք։ Շատ լավ, բարև ձեզ։ Ապրեք շատ, շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Իդեպ պարոն Կարապետյան, Առաջխաղաց շրջում ենք քաղաքով, թաղամասով եւ կոնկրետ այս թաղամասում հիմնականում ձեզ ողջունում են տարեց մարդիկ։ Այո։ Եվ սա խոսում է այն մասին, որ թաղամասեր ունենք, որոնք այսպես ասած ծերացող թաղամասեր են։ Ըստ ձեզ ինչու են երիտասարդները այսօր քաղաքից գնում։ Աշխատանքի բացակայություն, որևէ մասնագիտական զարգացման պոտենցիալի չեն տեսնում եւ գնում են այնպիսի տեղ, որ իրենց իրացնեն։ Ժամանակին գործարանները քանդվել են, մետալալոմի գնով գործարանների սարքավորումները, հաստոցները վաճառվել են։ Այն գործարանները, որ մեր պես գործարանները պետք է աշխատացնեին, հնարավորություն չի տրվել մեր գործարաններին աշխատացնել եւ քանդվել, վաճառվել է դուրս։ Այդ գործարանների քանդումը բերել է գործազրկության։ Գործազրկությունը բերել է նրան, որ մարդիկ այստեղ ապագա չեն տեսնում։ Այդ գործանում մեկը ինժեներ կլիներ, մեկը ինքը առանձին արտադրություն կստեղծեր, կսովորեր այդ արհեստը։ Պոտենցիալ չեն տեսնում զարգացման, նաև զբաղվածության հետաքրքրությունները։ Օրինակ Սամվել Կարապետյանի ծրագրերից մեկը, որը նա հայտարարել է գյումրեցիների հետ փակ հանդիպման ժամանակ, դա նա է, որ պետք է սպորտի նախարարությունը տեղափոխվի Գյումրի։ Պետք է Գյումրին դառնա Հայաստանի սպորտի մայրաքաղաքը։ Արդեն իսկ է, բայց սպորտի նախարարությունը այստեղ չէ։ Այսօր մեր եկեղեցին դուք մասնավորապես մատնանշում եք, որ եւս այսպես թիրախավորված է, այս առումով ինչ կասեք եւ առհասարակ ասում է, որ եկեղեցին պետության գործերին չպետք է խառնվի այս մտքի հետ։ Տեսեք, եկեղեցին պետք է իշխանության հետ ունենա առանձին իհարկե ուղիներ, բայց եկեղեցին իրավունք ունի քննադատելու միշտ։ Նրա քննադատությունն է, որ ստիպում է տարբեր ղեկավարներին պատմականորեն խելքի գալ։ Եթե մենք չենք թույլ տալի մեր հասարակության խիղճ համարվող կառույցին քննադատել, վաղը պետք է չզարմանանք, երբ որ մեր երկիրը բարև ձեզ։ Երկիրը ենթարկվի բարոյական անկման, կորցնի բարոյականությունը մեր հայրենիքը։ Այդ իսկ պատճառով ես տեսնում եմ, որ եկեղեցին պետք է ունենա իրավունք քննադատել, ինչքան ուզում է, իշխանության հետ սերտաճած նաև չլինել, որպեսզի հնարավորություն ունենա հանգիստ բոլոր կողմերին քննադատի։ Եվ դա մի կարևոր բան։ Երկրորդը եկեղեցին կրթական մեծ նշանակություն ունի։ Եվ ինչ տեղ ունի հավատը, քրիստոնեությունը ձեր կյանքում։ Ինչպես յուրաքանչյուր հայ կյանքում հոգու առողջարան է։ Եթե վաղը կոնկրետ հնարավորություն ունենայիք ինչ-որ բան փոխել մեր երկրում, ինչ կփոխեիք։ Ղեկավարին։ Որն է դա։ Շնորհակալություն, պարոն Շնորհակալ եմ, աստղ։